Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Մենք պետք է ուժեղ լինենք, Տոնի։ Մենք պետք է ուժեղ լինենք, պետք է հաշտվենք կատարվածի հետ, պետք է շարունակենք ապրել, պետք է առաջ նայենք։ Չնայած տեղ ունեցածը շատ ցավալի բան է։ Ոչ, ես չեմ ուզում հաշտվել Յոլանդա, չեմ ուզում հաշտվել բացի այդ։ Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ այնքան ուժեղ լինել, որքան դու ես ասում։ Բայց դու պարտավոր ես։ Այդ հրեշն ուզում է կործանել ինձ։ Հենց դրա համար էլ նա խորտակում է իմ ընտանիքը։ Ինչու հաշիվներն ինձ հետ չի մաքրում անիծվինա, ինչու իմ վերջը չի տալիս, ինչու իմ ետևից չի գալիս, ինչու է ինձ տանջում աչքիս առաջ սպանելով ընտանիքս, հարազատներիս։ Որովհետև մարդասպան է, մարդասպանները ոչ խիղճ ունեն, ոչ էլ հոգի, Տոնի։ Յոլանդա, Իթե այդ աստիճան մեղսագործ եմ, որ նման պատիժ եմ կրում։ Սեփական ընտանիքս աչքիս առաջ կործանվում է։ Իթե իմ մեղքերն այդքան ծանր են, Յոլանդա։ Ինչու նա սպանեց Դեմետրիային, ինչու նրան խլեց մեզանից։ Նրա ժամը եկել էր, հիմա դա չենք կարող հասկանալ, բայց վաղ թե ուշ Տերը մեզ կհիշեցնի այդ մասին։ Աստված իմ, ինչու Դեմետրիան արժանի չէր նման դաշան ճակատագրի, ոչ, լսի, եթե Աուրելիոնին մեղավոր ես զգում, ուրեմն ես նույնպես մեղավոր եմ, որովհետև ես ինքս եմ օգնել ու խրախուսել նրան, հրախրել եմ, որպեսի բանականին բռնի ու ինձ մոտ բերի, ու հիմա տես, թե ինչ եղավ ես ինձ մեղավոր եմ զգում, ինչպես Աուրելիոն։ Լավ, Մակո, խնդրում եմ, խոստացիր ինձ, որ այլևս քեզ մեղավոր չես գա մի բանի համար, որ քո մեղքով չի եղել։ Բայց ինչ պիտի անեմ, միշտ որ զգում եմ, չափազանց ծանր է, որպեսզի մոռանամ, թե այդ անիծյալը ինչպես է վարվել Դեմետրիայի հետ։ Մակո, ինչպես դու էիր ասում, ինչ էլ որ անեիր, այդ մարդը կսպաներ նրան, նա իր իսկ առաջարկած պայմանին դեմ գնաց։ Գիտեք, անկեղծ եմ ասում, երբեք մտքովս չէր անցնի, որ ինչ-որ մեկն ի վիճակի էր այդպիսի բարբարոսություն անել, ոչ ոք այս կյանքում չի կարող նրա նման փոքրոքի լինել։ Մակո, ես նույնպես պետք է ինձ վատ զգամ, որովհետև ես եմ Կատալինային այդ հեռախոսահամարը տվել։ Ոչ, ձեզանից ոչ մեկն էլ մեղավոր չէ, դուք մեղավոր չեք, որ այդպիսի հիվանդ անձնավորություն գոյություն ունի։ Այո, ճիշտ է ասում Գոյիտը։ Մենք ոչ մի սխալ բան չենք արել այդ հրեշի հետ։ Նա մեզ չի կարող հուսահատացնել այնպես չէ։ Լսիր, ես շնորհակալ եմ քեզանից ամեն ինչի համար, սրտանց եմ ասում։ Երբ տեսնում ես, որ մեկն անկեղծորեն մտահոգվում է քեզ համար, խնդիրն այդպես ավելի հաղթահարելի է դառնում։ Եթե ամբողջ ընտանիքն ուզում է Դեմետրիայի թաղմանը գնալ, ուրեմն ես էլ կգնամ Ռոմելիա։ Ծիծաղելի բաներ մի ասա, Ագրիպինա, այդ պառավի մահը քեզ ընդհանրապես չի հուզում, ամել այսօր այն կռվարարների դատավարության օրն է ու դու դա գիտես, թե մոռացել ես։ Ժամը քանիսին է դատա լսում Ակվիլես։ Ժամը 10-ին։ Իսկ Տեոբալդոն, նա էլ է մեզ հետ գալու այնպես չէ։
Դե մենք պայմանավորվել ենք դատարանում հանդիպել։ Եթե չենք ուզում ուշանել, ուրեմն կարծում եմ պետք է այնտեղ գնանք հիմա։ Գնացինք։ Ոչ, Տեքրս, ես իսկապես շատ եմ վախենում։ Իսկ Իսրայելս ինչ կասի, եթե տեսնի, որ ներկա չեմ Դեմետրայի թաղմանը, ես նախընտրում եմ այնտեղ գնալ։ Խնդրում եմ Ագրիպինե, խնդրում եմ։ Նրանք մեզ են սպասում։ Չէ՞ որ այս ամենը քո մտահղացումներ, հյուրանոց գնալը, այդ ոստիկանին գայթակղելը։ Մի մերժիր Ագրիպինե։ Մենք հիմա պետք է դատարանի միջոցով կարգավորենք այս խնդիրը։ Արի գնանք։ Գնանք Ագրիպինա։ Ես վախենում եմ, Ակվիլե, շատ եմ վախենում։ Ինչ եմ ասելու դատավորին։ Ճշմարտությունը, ուրիշ ոչինչ։ Այդպես է տեղի ունեցել, նրանք Դեմետրայի հետ տապակացավի նման են վարվել, նրան այրել են։ Պատկերացնում ես, ոչինչ չես ասում։ Այո, հրաշալի է։ Հրաշալի։ Սպասիր, այդ ինչ ես ասում, Վալենտինո, եթե անկեղծ լինեմ, Դեմետրիան ինձ երբեք դուր չի եկել, բայց այն, որ դու դա հրաշալի ես համարում։ Թե չես տեսնում, որ վերջապես արդարությունը վերականգնվում է։ Այրել են։ Հելենան այդպես է մահացել։ Ու բնական է, որ Դեմետրիան էլ պիտի այդպես մահանար, որովհետև այդ կնոջ մատը խառն է նրա սպանության մեջ։ Սպասիր, խոսքդ մորս սպանության մասին է։ Ուզում ես ասել, որ Դեմետրիան կապ ունի մայրիկիս մահվան հետ։ Իհարկե կապ ունի ավելին։ Ես շատ արդարացի եմ համարում, որ նա նման մահով է մահացել։ Մարդասպանները պիտի մեռնեն այնպես, ինչպես իրենք են ուրիշներին սպանում։ Ուրեմն դու գիտես, թե մայրս ինչպես է մահացել, բա ասում էր, որ տեղյակ չես, Վալենտինո։ Այո, գիտեմ, թե Հելենան ինչպես է մահացել։ Պապիկ, դու չես կարող վեր կենալ, քանի անգամ պիտի ասեմ։ Լեոն, միթե չես հասկանում, որ ընտանիքում լուրջ իրավիճակ է։ Պապիկ, նստիր, լավ, դու լուրջ վիրահատություն ես տարել։ Միթե այդքանը չես հասկանում։ Ինչ ես ուզում։ Ուզում ես, որ օրգանիզմը չընդունի Մատեոյի տված 3 կամը։ Եթե այդպես է, ուրեմն ասեմ, որ դա քո վերջը կլինի։ Լավ, վերջ, խոստանում եմ, որ հանգիստ կմնամ, միայն խնդրում եմ ինձ հանգստացնող տուր։ Բանականի այս պատմությունը հոգեմաշ է անում ինձ։ Վերցրու։ Սա կհանգստացնի քեզ։ Լեոն, Այո։ քո կարծիքով ով է բանականը։ Լսիր, պապիկ, ուղեղս մի ծանրաբեռնիր։ Ես չեմ ուզում այդ մասին մտածել ու անկեղծ ասած, ոչ էլ ուզում եմ որևէ առնչություն ունենալ այդ ամենի հետ։ Նա քեզ վրա է հարձակվել ու դանակահարել, չէ՞։ Այո, միգուցե հենց դա է պատճառը, որ սրտումս մի փոքր վախ կա։ Ներիր ինձ։ Միայն այն կարող եմ հաստատ ասել, որ Ֆակունդո անունով մի ոստիկան կար։ Այո, հենց նա էր զբաղվում Հելենայի մահվան հետաքննությամբ։ Եվ հետո։ Դե հետո այն, որ նա վերջում եկավ այն եզրակացմանը, որ Հելենան պայթյունից է մահացել ու այդ մահը պատահականության արդյունք չի եղել։ Ինչ ահավոր է, խեղճ մայրիկ։ Հաստատ Յոլանդայի մատնել է խառը դրա մեջ, որովհետև նա միշտ ցանկացել է ամուսնանալ հայրիկիս հետ։ Դե իհարկե, հենց նա է այրել մայրիկիս, ճիշտ չէ։ Լավ, լսիր, ես չեմ ուզում այլևս այդ մասին խոսել, էլ ոչինչ չեմ ասի։ Ոչ, խնդրում եմ։ Վալի, դու պետք է ինձ ամեն ինչ պատմես, որովհետև հիմա ինձ համար դա շատ կարևոր է, աղաչում եմ։ Միգուցե ուրիշ բաներ էլ գտնվեն, որոնք քեզ համար ավելի կարևոր կլինեն, օրինակ ինձ հետ բանկ գնալը, լսիր, ես քո անունով չեկ եմ դուրս գրելու հաշվիդ վրա $5 միլիոն փոխանցել։ Շուտ ասեիր, Վալի, արի բան գնանք, գնացինք, շտապիր։ Պարոն Ակվիլես Բորովսկի, տիկին Բրոմելիա Բորովսկի եւ տիկին Ագրիպինա Բորովսկի։ Դուք մեղադրվում եք քաղաքացի Բարտոլո Սանչեսի դեմ կատարած հարձակման եւ սպանության փորձի մեջ։ Ինչ։ Մարդասպանություն, մահափորձ այդ ոստիկանի դեմ, դուք խելագարվել եք ձերդ գերազանցություն։ Դե իհարկե։ Լռություն։
Որն այս մարդկանց կանխամտածված ու անամոթ արարքից հետո հաշմանդամ է դարձել, նա այլևս չի կարող աշխատել եւ իր ընտանիքը պահել։ Ներեցեք ինձ, բայց ինչ աշխատանք, մարդկանց խաբելն ու թալանելը դուք աշխատանք եք համարում, ավելին, դատարանը պիտի մեզ մրցանակ տա, որ այդ սրիկային հեռացրել ենք աշխատանքից։ Ձայնդ կտրիր Ագրիպինա։ Ոչ, տիկին, ոչ, ես ուզում եմ տեսնել այդ սրիկային, որտեղ է այդ անիծյալ հանցագործը, ինչու չի եկել ու մեր դեմքին նայելով մեզ մեղադրում, հիմա էլ կասեք, որ մահացել է, ինչ մտքներովդ անցնի կհորինեք, լսեք ձերդ գերազանցություն, գիտեք թե այդ հանցագործն ինչու այստեղ չի եկել, որովհետև նա գլխի վրա ընդամենը մի հետք ունի, մի փոքրիկ հետք, այդքան բան, չնչին քերծված, ոչ մի լուրջ բան, դրա համար էլ այսօր չի եկել։ Այո, տիկին, համարյա չի երևում։ Ինչ գործ ունի այս մումիան այստեղ։ Ձերդ գերազանցություն։ Պարոն Սանչեսը նախընտրեց ներկայանալ, թեպետ նման ողբալի վիճակում է հայտնվել այս ավազակների անգութ ու դաժան վարմունքի հետևանքով։ Ինչ։ Հատկապես այդ կարմիր մազերով կինը, որն իսկական մարդասպան է, ցնդած ու խելագար մի կին, նա նույնիսկ սպառնացել է ամուսնուց ծեծելով մահվան հասցնել, եթե նա մեղադրանք ներկայացնի իր դեմ տիկին դատավոր։ Այո, լսեք, ես արդարություն եմ պահանջում, թող այս կարմիր մազերով կինն այսօրևետ բանտախցում հայտնվի։ Ոչ, բայց չէ որ երբ մարդն այսպիսի կացության մեջ է հայտնվում, վշտի դեմ միակ մխիթարանքը կարելի է հիշողությունները համարել։ Դեմետրիայի նման մեծահոգի, բարի ու նվիրված անձնավորության համար ողբում են բոլորը։ Բոլորը սգում ենք նրա վաղաժամ մահը այսօր։ Նա իրոք մեծատարով մարդ էր։ Տերը սպասում է բոլորին իր երեքնային արքայությունում, որպեսզի լիակատար հանգստություն տա մեր հոգիներին։ Դեմետրիան բարի ու բազում արժանիքներով օժտված կին էր։ Ուստի խնդրում եմ մինչև նրա տիրոջ հավիտենական թագավորության ճանապարհելը։ Եկեք մի րոպե լռությամբ հարգենք նրա վառ հիշատակը։ Լսեք, ձերդ գերազանցություն, լսեք, դուք չպետք է հավատաք այդ խաբեբաների խոսքերին, նրանք ստում են։ Ես ինչպես կարող էի հարվածելով սպանել այդ սրիկային, հո ըմբշամարտի չեմպիոն չեմ։ Ոստիկան կոչիցալ, ճիշտ է ասում։ Այդ անամոթները սարքել են այս ամբողջ ներկայացումը, որ խաբեն ձեզ։ Դա նրանց ոչն է, նրանք ստոր խաբեբաներ են։ Ես փաստեր ունեմ դա ապացուցելու համար։ Այո, փաստեր ունեմ։ Ցույց տուր նրանց Ակվիլես, ցույց տուր։ Այո, տեսեք, ահա այն։ Հանիր ապացույցը։ Դա գեղցիկ է։ Սա իսկական ապացույց է։ Այս պատմության միակ զոհն այս մարդկային էակն է, որ Սալյակին է գանված։ Ինչ այսում ես անառակը, նա սխալվում է։ Նորից հանիր ապացույցը։ Լռություն։ Կամ ձեզ բարեկիրթ մարդկանց պես պահեք, կամ էլ մենք ձեզ կձերբակալենք։ Իրեն լավ է զգում, որ դատավոր է։ Եկեք շարունակենք։ Մեղադրող կողմն ասելիք ունի։ Լուցերիտո, ես գիտեմ, որ քեզ համար ծանր կլինի վերապրել այդ ցավալի հիշողությունները, բայց դատավորն ուզում է ամենայն մանրամասնությամբ իմանալ կատարվածի մասին։ Դու ի վիճակի ես բացատրել նրան։ Կփորձեմ։ Ինչպիսի է շանագի ներկայացում, նույնիսկ Օսկար չի շահի։ Լռեք։ Շարունակեք տիկին։ Շնորհակալություն։ Ասեմ, որ ամուսինս հյուրանոցում է աշխատում։ Ու մի օր իր հերթապահության ժամանակ սենյակից օգնություն կանչող կանացի ձայն է լսել։ Նա ձայնի ուղղությամբ է գնացել ու տեսել մի անբարոյական կնոջ, որը փորձել է գայթակղել իրեն։ Ինչ։ Սուտ է։ Այդ կինը հենց այդ կարմիր մազերովն է։ Ես քո ինչն եմ ասել կեղտոտ անբարոյական։ Լռություն, լռեք։ Անաստասիան ինձ խնդրեց, որպեսի փոխացեմ քեզ, որ հեռանաս այստեղից։ Ես չեմ գնա, մինչև նա չլսի ինձ։
Ին երկու եք նրանցից ովքեր մարմինն են սպանում, որովհետև նրանք երբեք չեն կարող հոգին սպանել։ Կյանքը մահկանացուների համար լոկ փորձություն է։ Վերջում բոլորն իրենց տուն են վերադառնում, երկնային արքայություն։ Եվ ինչպես Աստվածաշնչում է գրված, հողից ստեղծվել ես, հող դառնում ես։ Մնաս բարով, սիրելիս։ Ես կկարոտեմ քեզ, լսեցիր։ Գրողը տանի, երանի ինձ միշտ իմ կողքին մնայիր։ Տեսնեիր ինչպես եմ ամուսնանում, ինչպես է Ալեքսանդրան հայտնվում։ Ինչու հեռացար ինձնից կնքամայր։ Ով պետք է այսուհետ նկատի ինձ պառավս։ Ինչ ես ուզում։ Լսիր Անաստասիա, ես օգնել եմ։ Դու պետք է հավատաս ինձ Անաստասիա։ Ես երբեք ուսախապ չի անի քեզ սիրելիս, հավատա ինձ։ Ախր դու իմ կյանքն ես։ Դու իմ աշխարհն ես։ Ու ես ամեն ինչ արեցի Դեմետրիային փրկելու համար։ Ոչ։ Ոչ Անաստասիա։ Ինձ թիկունք մի դարձրու, խնդրում եմ քեզ։ Դու պետք է հավատաս ինձ։ Ես ամեն ինչ արեցի Դեմետրիային փրկելու համար, բայց վանականը խաբեց ինձ։ Ես հավատացի նրա հաղորդագրությանը։ Սեր իմ երբ Կարակաս վերադարձա։ Առաջին պրոբլեմը, որին բախվեցի Օվիդիոյի հետ էր, կապված հիշում ես։ Այդ ժամանակ ես քո շրթունքներից մի նախադասություն լսեցի։ Դու ասացիր ես հավատում եմ քեզ։ Հենց դա ինձ հիմա հարկավոր Անաստասիա, աղաչում եմ քեզ։ Հավատա ինձ, խնդրում եմ։ Հավատա ինձ։ Մի խոսիր ինձ հետ։ Չեմ ուզում լսել քեզ։ Չեմ ուզում ոչինչ լսել քեզնից։ Լռություն, լռություն։ Ասացեք մեզ, պարոն Բորովսկի, ինչ է տեղի ունեցել այդ հյուրանոցում, երբ դուք հանդիպել եք այս տիկնոջ հետ։ Խոսիր, Ակվիլես։ Լավ, ձեր այդ գերազանցություն։ Այդ ժամանակ Սմովյան որպես խանդոտ ամուսին հայտնվեց սենյակում։ Այո։ Ու այս տիկնոջ հետ միասին պահանջեցին, որ իրենց 1 միլիոն բոլիվար տան։ Այլապես նրանք կնոջը զբրոմել էին, կպատմեին այդ մասին։ Այո։ Իսկ քանի որ նա խանդոտ կին է, դե ես էլ վախեցա ու նրանց մի քիչ փող տվեցի, սակայն ես չէի ուզում։ Չգիտեմ, ես չէի ուզում որ կինս իմանար։ Ճիշտ է։ Ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Ոչ, ձեր այդ գերազանցություն։ Պատմիր, թե այս անառակներն ինչպես ոսկեչական խանութ եկան ու ստիպեցին, որ ամենաթակ զարդերն իրենց տաս։ Սուտ է։ Իհարկե, հետո նա եկավ։ Ոչ, նրանք ստում են։ Մենք չենք ստում։ Ինչպես կարող է դա սուտ լինել։ Նա այդ բոլոր զարդերը տվեց, որովհետև ինքն էր այդպես ուզում։ Ես։ Որովհետև նա սիրահարվել էր ինձ։ Հենց այդպես։ Ոչ։ Ամոթ ձեզ լպիրշներ այտում եք փորձում խաբել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Աուրելիո։ Կարիք չկա, որ ինձ այդ մասին հիշեցնես։ Անաստասիա, խնդրում եմ, հասկացիր ինձ։ Ոչ լռիր ու ինձ լսիր։ Ես քեզ խնդրեցի, որ հրաժարվես այդ գործից, Աուրելիո։ Ես քեզ միայն դա խնդրեցի։ Դա էր իմ միակ խնդրանքը, որը քո համառության ու կամակորության պատճառով դու չկարողացար անել։ Ես միայն դա եմ խնդրել, Աուրելիո։ Ամեն ինչ այդպես չէ, ինչպես դու ես ասում։ Ամեն ինչ հենց այդպես է, Աուրելիո։ Այլապես ինչպես կբացատրես այն, որ կնքամայրս մահացել է։ Իսկ այս ցավը, որ հիմա ներսում եմ զգում, դու գոնե պատկերացնում ես, որ քո համառության ու մեծամտության պատճառով
Ես ինձ համար աշխարհի ամենաթանկ գանձը կորցրեցի, ամենաթանկ մարդուն։ Նա ինձ համար մայր է եղել։ Աղաչում եմ քեզ, լսիր ինձ։ Ինձ մի դիպչիր, ձեռք մի տուր։ Լավ կլինի, որ անհետանաս իմ կյանքից։ Ես չեմ ասի, թե չեմ սիրում քեզ, որովհետև դա սուտ է։ Բայց եւ այնպես չեմ կարող քեզ ներել։ Ես կմոռանամ այս սերը։ Կթաքնվեմ ինքս ինձնից։ Մի բան կանեմ դրանից ազատվելու համար։ Իսկ այս պահին մի բան հստակ գիտեմ։ Ես ուզում եմ, որ ընդմիշտ հեռանաս իմ կյանքից։ Անաստասիա, խնդրում եմ։ Հնարավորություն տուր ինձ։ Ես քեզ սիրում եմ։ Ինչպես կարող եմ քո կողքին լինել, եթե ամեն անգամ քեզ տեսնելիս չարությունից բացի ուրիշ ոչինչ չեմ զգա քո հանդեպ։ Չէ՞ որ կնքամորս կյանքը քո ձեռքում էր։ Խնդրում եմ Աուրելո, այլևս մի փնտրիր ինձ։ Մեր սերը միշտ էլ անհնար է եղել։ Չփնտրես ինձ, աղաչում եմ քեզ։ Ձերդ գերազանցություն, այս մարդը այլասերված է։ Նա ինքն է զարդարել Լութերիտոյին ու իր ամուսնուն տվել, որովհետև նա ուզում էր երկուսի հետ էլ կենակցել։ Սուտ է, դա մեծագույն կեղծիք է։ Իհարկե կեղծիք է, ձերդ գերազանցություն, իմ ամուսինը կարող է միամիտ լինել, բայց համասեռամոլական շեղվածությունը հաստատ չունի։ Այո, նա այդպեսին չէ։ Ես համասեռամոլ չեմ։ Լռություն։ Լսեք, թե ինչ կասեմ։ Այո, համասեռամոլը հենց դու ես։ Ինչ։ Այո, հենց դու։ Լսիր, կեղտոտ չուն։ Երեքդ էլ միշտ միասին եք ու Աստված գիտի թե ինչ հանցանքներ եք գործում։ Ոչ, մենք ազնիվ մարդիկ ենք։ Լսեք, տիկին, հարգանքով խոսեք, որքան էլ վիրավոր լինեմ, միևնույն է, ես դեռ կարող եմ ձեր հախից գալ։ Ճիշտ է, հաստիկս։ Սպասիր, հա բարի տեսնեմ, դե արի։ Լռություն, տիկնայք եւ պարոնայք։ Ծառայողներ, նրանց բոլորին բանտախուց տարեք, բոլորդ էլ ձերբակալվում եք դատարանի հանդեպ անարգալից վերաբերմունքի համար։ Ինչու։ Ինչ պատահեց։ Ողջույն սիրելիս։ Ահ, սիրելիս, այնքան եմ հոգնել։ Այդ թաղումն իսկական աղետ էր, հատկապես երբ Աուրելիոն եկավ։ Աուրելիոյի մասին հետո կխոսենք Յոլանդա։ Հիմա նստիրունայիր, թե ինչ եմ ցույց տալիս։ Վանականը ինձ այս տեսայերիցն է ուղարկել։ Ես պետք է խոսեի։ Ես ստիպված էի խոսել։ Ներիր ինձ Յոլանդա։ Գիտեմ, որ երեքով երդվել ենք երբևէ չխոսել այդ մասին, բայց ես նրան ամեն ինչ պատմեցի։ Ասացի, թե Հելենան ինչպես է մահացել։ Բարեգութ Աստված, Դեմետրիան գերուհիս, այդ ինչ օրդեն քեզ գցել Դեմետրիան, ինչ ահավոր ու անհեթեթ մահ է, խեղճ կին։ Այդ բանականը սարսափելի բաներ է անում Յոլանդա։ Նա ամենամարտկային ձևով տանջել է Դեմետրիային, որպեսզի հասնի իր նպատակին։ Եթե այդ հանցագործը մինչ այդ կասկածել է Հելենայի մահվան իրողության վրա, ապա հիմա նա ամեն ինչ գիտի Դեմետրիան պատմել է։ Ասում էի քեզ տոնի, վանականն անցյալի հետքերն է փորում, դա է նրա շարժառիթը, դրա համար է նա սպանում։ Դե ընկերներ, արդեն իմացանք։ Սանտիագոն ուզում է իմանալ, թե ինչ պիտանի ու անպետք բաներ կան, որպեսզի դեն նետի դրանք։ Իսկ Վարենտոնին աշխատողներ կբերի, որպեսզի տանը նոր ձևափոխություններ անեն։ Լավ, անչափ շնորհակալ եմ։ Դրա կարիքը չկա, Վիոլետա։ Այդ մենք ենք շնորհակալ։ Բոլորս էլ ուզում ենք ցրվել Դեմետրիայի հետ կատարված այդ ահավոր դեպքից հետո։ Մյուս կողմից էլ Կլեմենտինայի համար ենք անհանգստանում։ Իսկ ես մտածում էի, որ այդքան հին իրերի մեջ հնարավոր է, որ տիկին Հելենայի մահվան հետ կապված որևէ բան գտնենք։
Չհասկացա, ինչի մասին եք խոսում։ Վիոլետա, մենք վստահ ենք, որ Հելենա տատիկի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց ոչ ոք մեզ ոչինչ չի ուզում ասել։ Բանն այն է, որ մենք պարզել ենք, որ այդ ամենի հետևում մի շատ տհաճ իրողություն կա։ Պարզվել է, որ Հելենան տատիկին անուն մենասան են ուղարկել, որտեղև քեզ էր տարել քերիտեա ու բալդոն, հասկանում ես։ Այո, որովհետև իմացել ենք, որ նահղի է եղել ու նաև հոգեկան շեղումներ ունեցել Աուրելիոյի ծնվելուց հետո։ Նույնիսկ ասում են, որ այդ կինը ցանկացել է սպանել նրան։ Ու հիմա չգիտես ինչու բոլորն ասում են, որ իբր նրան այրել են, խեղդել են այնպես, որ նա անճանաչելի է դարձել։ Կամ էլ ասում են, որ Հելենան հայտնվում ու անհետանում է եւ նման այլ առեղծածային պատմություններ։ Մենք վստահ ենք, որ վանական ինչ-որ բան գիտի նրա մահվան մասին ու դրա համար էլ սպանում է մարդկանց։ Ոչ, Յոլանդ առաջին հերթին պիտի որքան հնարավոր է շուտ Աուրելիոյին հեռացնենք, Այո, ես հենց հիմա ողջուց կփնտրեմ։ բայց ճիշտ ենք վարվում։ Չգիտեմ ճիշտ ենք վարվում թե ոչ, բայց որքան մտածում եմ, դա լավագույն տարբերակն է։ Մենք պետք է Աուրելիոյին հեռու պահենք այդ հետաքննությունից։ Կպատճառաբանենք, թե իբր նա պետք է ճանապարհորդի Ֆակունդոյի հետ, իսկ հետո չգիտեմ, հետո էլ Այո, իրավացի ես, լիովին ճիշտ ես, հետո կմտածենք, թե ինչ ասենք, բայց հիմա պետք է նրան հնարավորինս հեռացնենք այստեղից։ այո, որքան շուտ այնքան ավելի լավ, որովհետև ասում եմ քեզ Տոնի վանականը հանգիստ չի մնա, նա մի բան կագի։ Առավել եւս հիմա երբ Դեմետրիան ամեն ինչ խոստովանել է կատարվածի մասին։ Տոնի, մենք վանականի ձեռքում ենք։ Ոչ, Աուրելիո, լսիր։ Վանական ամեն ինչ տարել է այստեղից, նա մեզ ոչինչ չի թողել, ամեն ինչ սրբել է։ Հավատս չի գալիս ընկերս, հավատս չի գալիս, դե իհարկե, ինչև մենք երազմանատանն ենք եղել, այդ սրիկան հանգիստ այստեղ է մտել է ու ամեն ինչ տարել, բոլոր ապացույցները, փաստարկները, մի հատ էլ հաղորդագրություն է թողել, ու երբեք չես բռնի ինձ այդքանը, դա քեզ բավական չէ, լսիր, եթե այսպես շարունակվի, եթե մենք չբռնենք նրան, շատ վատ կլինի։ Լսիր, նա չարելնելուց բացի, նաև ինքնավստահ է։ Միգուցե այդքան էլ ինքնավստահ չեմ Ակո։ Միգուցե պարզապես մենք դեռ չենք կարողացել նրա թույլ կողմը գտնել։ Ես չեմ ուզում մեծամիտ երևալ Անաստասիան, բայց ասում էի, որ չվստահ ես Աուրելիոյին։ Օվիդիո, խնդրում եմ, ես տրամադրություն չունեմ, որ քո հանդիմանությունները լսեմ։ Բազմիցս ասել եմ Անաստասիա, որ նա այս տուն լավ մտադրությամբ չի եկել։ Օվիդիո, աղաչում եմ քեզ։ Թող հանգիստ սքամ կնքամորս մահը։ Ինձ մենակ թող, ուզում եմ իմ հիշողությունների հետ մնալ։ Եթե իմ ասածներին ուշադրություն դարձնեիր, երկու բանից զերծ կմնայիր, չէ որ անդադ ասում էի, որ հեռու մնաս Աուրելիոյից։ Գիտես ինչ։ Մեղավորը ես եմ, որովհետև վաղուց պիտի հեռանայի քեզնից, այլ ոչ թե այստեղ կանգնեի ու քո հիմարությունները լսեի։ Aquí me tienes contigo, calándome tus necedades. Համոզվիր, որ այս պահին միայն ես եմ քո կողքին։ Ուրիշ մեկին տեսնում ես։ Օվիդիո, հեռացիր։ Գնա, խնդրում եմ։ Գնա, թող հանգիստ արտասվեմ։ Déjame llorar. Հիմա միայն դա եմ ուզում։ Hasta que ya no Ուզում եմ te հիշել կնքամորս։ Ուզում եմ արտասվել։ quiero. Հիշել նրա ջերմ գիրկը, հիշել նրա ձայնը։ Recordar cómo era. Ես դա եմ ուզում։ Միայն դա եմ հիմա ուզում։ Կարող ես ինձ հասկանալ։ ¿Será que tú puedes entender eso? Ալո, այո, Օվիդիո Բորովսկին է։ Ինչ։ Նա հայտնվել է։ Վստահ եք, որ նա նույն այրվածքինն է։ Նա հայտնվել է։ Նա հայտնվել է, Ալեքսանդրան հայտնվել է։ Այդ ինչ ես անում։ Լսիր, քեզ չի կարելի ծանր աշխատանք անել։ Ոչ, մենք պետք է հոգ տանենք մեր զարմիկի մասին։ Թող ինքս կտանեմ։ Դե լավ, շնորհակալ եմ։
Բայց ասացեք, ինչու եք կարծում, որ վանականն ուզում է վրեժխնդիր լինել տիկին Հելենայի մահվան համար, այն էլ այդքան տարի անց։ Դե պարզապես մենք չենք կարծում, թե դա ուղղակի զուգադիպություն է։ Բոլոր փաստերը դա են վկայում։ Մանավանդ այն փաստը, որ այսքան տարի բոլորը խուսափել են այդ թեմայի շուրջ խոսելուց։ Բացի այդ վանականի հետքերը այդ անցյալի հետ են կապված։ Պապիկը միշտ Դեմետրիային ու Յոլանդային ասում էր, որ չի ուզում այդ մասին խոսել, որ դա արգելված թեմա է։ Գրողը տանի ինչ ահավոր բան է, չէ։ Հիմա փաստորեն նա ինչպես է մահացել։ Ես կարծում եմ, որ խեղդվել է, որովհետև իմ մղձավանջներում ես նրան միշտ այդպես եմ տեսնում։ Չի կարող պատահել։ Ոչ, Տեր Աստված, միայն ոչ այս օրորոցը։ Ինչ եղավ։ Ինչ եղավ Էմիլիա։ Ընկերներն անորից ուշաթափվեց։ Էմիլիա։ Այո։ Ես շատ լավ գիտեմ, թե դա որտեղ է։ Հենց հիմա այդտեղ եմ գալիս։ Ամեն ինչ շիանալի է գնում։ Հիմա երբ պապիկը պատժել է Աուրելիոին, ես ինքս կզբաղվեմ այդ գործով։ Բայց նախքան այդ, Ալեքսանդրան պիտի ինձ ասի, թե ինչ ազգական իրեն այդ տեղապաստան տվել։ Ոչ, Օվիդիո։ Նորից մի սկսիր, աղաչում եմ։ Չես ուզում զբոսանքի գնալ։ Մի բան արա, դե մի բանով զբաղվիր միայն, թե ինձ մենակ թող, խնդրում եմ։ Ինձ մենակ թող։ Գոնե կյանքումդ մի անգամ հարգիր իմ ցանկությունը։ Կարող ես։ Սիրելիս, ես ստիպված եմ քեզ մենակ թողնել, որովհետև գործեր ունեմ։ Դեմ չես լինի, եթե գնամ։ Հոգ կտանես քո մասին, ուզում ես մեկին կանչեմ, որպեսզի օգնի քեզ խնամել աղջկան։ Խոստանում ես, որ չես ծխրի։ Այո։ Լավ, երեկոյան կհանդիպենք։ Ես շուտով կգամ։ Առայժմ թագուհիս, Աստված քեզ պահապան։ Օրհնիր ինձ հայրիկ։ Թող Աստված օրհնի քեզ անուշիկս։ Հիմա իմ երջանկությունը լիակատար է։ Ես միլիոնատեր եմ։ Ախ, շնորհակալ եմ Վալենտինո, շնորհակալ եմ, որ տվեցիր ինձ այս գումարը։ Հիմա ես իմ սեփական հաշվի համարն ունեմ ու կարող եմ ինքս իմ գումարը տնօրինել։ Ոչ, սպասիր, ես այդ գումարը քեզ հենց այնպես չտվեցի, Կոնստանսա, ոչ, ես գնել եմ քեզանից երազների խաչը։ Այո, ճիշտ է։ Ես վաճառել եմ քեզ երազների խաչը, վերջապես վաճառեցի այդ անիծյալ խաչը։ Ուրեմն զարթնից տուր ու արի փակված համարենք այս գործը։ Որտեղ է խաչը։ Սպասիր, թույլ տուր հիշեմ, այն Շվեյցարիայում է։ Ինչ։ Այո, Շվեյցարիայում։ Ինչ հասացիր։ Ոչ, ինձ տուր այն, տուր ինձ Վալենտինո։ Ոչ։ Տուր ինձ այն իմն է։ Ոչ, երազների խաչն ինձ տուր, ես էլ քեզ բանկային գրքույկը կտամ։ Ոչ, Վալենտինո, խնդրում եմ, ինձ տուր այն, հապա իմ բնակարանին նայիր, ինձ կահույք է հարկավոր, ինձ տուր բանկային գրքույկը, դա իմն է։ Ոչ։ Զարթն ինձ տուր, ես էլ գումարը կտամ։ Վալենտինո, Մնաս բարով։ բանկային գրքույկը։ Բավական է, Տեր Աստված, ես այլևս չեմ ուզում այդ մղձավանջները տեսնել։ Եթե ուզում ես ինչ-որ բան ասել, ուրեմն մի անգամ ինձ ասա, միայն թե խնդրում եմ, ինձ հանգիստ թող։ Լսեք, արդեն չափազանց է, այս ամեն ինչ իսկապես սարսափեցնում է։ Խնդրում եմ, Էմիլիա, հանգստացիր, լավ, ինչ է պատահել։ Այն ժամանակվանից ի վեր ինչ երազների խաչ ինձ վրա այս հետքն է թողել, ես հանգիստ չունեմ, ես անընդհատ մղձավանջներ եմ տեսնում։ Բանն այն է, որ ջունգլիներ գնացինք, այնտեղ մի հեքի մեզ ասաց, որ տատիկը փորձում է Էմիլիան ինչ-որ բան ասել կամ հասկացնել, հասկանում ես։ Այո, կարծում ենք, որ նա Էմիլիայի միջոցով մեզ ինչ-որ բան է ուզում ասել։ Ոչ, ես էլ մտածում էի, որ այդ օրորոցը փոքրիկիս համար կպահեմ։ Ոչ, հանկարծ այդպիսի բան չանես։ Անկամ մտքովդ թող չանցնի։ Այդ օրորոցից հեռու մնացեք։ Պարավ Հելենան այստեղ է ապրելու, շատ հնարավոր է, որ նա հենց դրա մեջ է մահացել։ Ես Սանտիագոյին ասացի, որ չեմ ուզում այս տուն գալ, բայց նա շատ պնդեց, որովհետև կարծում է, որ այսպես ավելի լավ կլինի։ Լսեք, չեք կարող այդ օրորոցը ներքև տանել։ Հեռու տարեք այն, մի տեսակ երկյուղ եմ զգում, երբ տեսնում եմ։
Բանն այն է, որ ես ու մայրդ միասին ճամփորդության ենք մեկնելու, մտածում ենք, որ լավ կլինի, եթե դու էլ կարողանաս մի որոշ ժամանակով հեռու մնալ այստեղից։ Այո, շատ կարճ ժամանակով, ինչպես Տոնին է ասում, միգուցե այդպես վանականը հանգստանա։ Վանականը երբեք չի հանգստանա, երբեք։ Մարդասպանը դեռ չի իրականացրել իր սպառնալիքը։ Դուք էլ ինձ նման եք վարվում։ Հավատում եք այդ մարդուն։ Ու իմիջիայլոց շատ եք սխալվում։ Վանականը ձեզ էլ կխաբի, ինչպես որ ինձ խաբեց։ Ամեն դեպքում դու պետք է գնաս։ Այո, իսկ ուր եք ուզում որ գնամ։ Քերուտ Ֆակունդոյի մոտ։ Ինչ քերի Ֆակունդո։ Ներեցեք ինձ, բայց Ֆակունդո քերին խելագար է։ Ես ինչ պետք է անեմ այնտեղ։ Դու Ֆակունդոյի մոտ կգնաս եւ վերջ։ Ագրիպինա, ես երբեք բանտում չեմ եղել։ Տես ինչպես այս կին ինձ նայում, այս ամենից դուր չի գալիս։ Գրողը տանի Բրոմելիա, դու պետք է որոշակի դիրք բռնես։ Ապա այս տիպին քո այն դաժան դեմքը ցույց տուր, որ միշտ Ակվիլեսին ես ցույց տալիս։ Տեսնենք ինչ է անելու։ Ինչ է եղել փոքրիկս, վախենում ես։ Հանգստացիր, ես հոգ կտանեմ քո մասին։ Հանգիստ թող կնոջս։ Ես ինքս հոգ կտանեմ նրա մասին։ Ահ, փոքրուն բալիկ։ Հանգիստ թող նրան, դու անզգա։ Հեյ դու գիրուկ, ականջի տող արա, նա շատ թանկ ու անհասանելի պատառ է, քեզ համար պարզ է։ Ինչու այս թափթփուկներով չես զբաղվում, հա? Տիկին հաստլիկ, ինչու ես թույլ տալիս, որ քեզ հետ այդպես խոսի, մյուս անգամ նրան մի լավ դաս տուր։ Ինչ կոպիտն է։ Դու ինքդ փակեցիր քո բախտի դուռը, Աուրելիո։ Չցանկացար հպարտությունդ ու համառությունդ մի կողմ թողնել ու անձնատուր լինել։ Երանի Աստված ավելի շատ բարեր ստեղծած լիներ, որպեսզի կարողանա ներողություն խնդրել քեզանից Անաստասիա։ Դու հենց Աստծուց պիտի ներողություն խնդրես, որովհետև քո արածը մեղք է։ Քո դեպքում դա ինչ-որ մեկի մահվան պատճառը դարձավ։ Խնդրում եմ։ Անաստասիա, աղաչում եմ քեզ, ներիր ինձ։ Դուք որ գնամ ու մեղքի այս զգացումը շարունակող եմ աշանի ինձ։ Խնդրում եմ։ Վեր կաց, Աուրելիո։ Ոչ, լսիր ինձ։ Չեմ կանգնի, մինչև դու չներես ինձ, Անաստասիա։ Անաստասիա, մեր սերան սահման։ Աղաչում եմ քեզ։ Հանուն այդ սիրո աչքերիս մեջ նայիր ու ասա, որ ներում ես ինձ։ Միակ բանը, որ մնացել է մեր սիրուց գեղեցիկ հիշողություններն են։ Այնպես որ այլևս մի արատավորիր այն, Աուրելիո, խնդրում եմ վեր կաց ու գնա։ Գնա, աղաչում եմ քեզ, գնա ու այլևս մի փնտրիր ինձ։ Հեռու մնա ինձնից։ Գնա այնպիսի տեղ, որ այլևս չտեսնեմ քեզ։ Շատ լավ։ Ուրեմն այլևս այստեղ անելիք չունեմ։ Գիտես ինչ։ Ես ծանրատացրտով չէի հեռանա, եթե գոնե իմանայի, որ մի լավ բան եմ արել քեզ համար, բայց պարզվում է, որ ամեն ինչում ձախողվել եմ։ Հիասթափեցրել եմ քեզ։ Չեմ կարողացել գտնել քրոջդ։ Հիասթափեցրել եմ քեզ, որ չեմ կարողացել պաշտպանել քեզ։ Հիասթափեցրել եմ, որ չեմ կարողացել փրկել Դեմետրիային։ Բայց ասեմ, որ ես երբեք չեմ կարող մոռանալ քեզ, Անաստասիա։ Երբեք չեմ կարող սրտիցս հանել Անաստասիային։ Այն կնոջը, որին իրոք սիրում եմ։ Անիմասիրո խոսքեր, մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին, պատմությունդ հորին բաց, կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է, ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել, ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ, ինչքան ես
լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայ